քանի որ Սերժ Սարգսյանը չի կարողացել իր անունից այդ պատասխանատվությունը վերցնի իր վրա, այդ թղթի տակ դնի իր ստորագրությունը եւ պլանավորված ձևով բերվել է իշխանության Նիկոլ Փաշինյանը, ասել են դու չես տալիս, ուրեմն դու կօգնես, որպեսզի իշխանության գա մեկը, ով պատրաստ է ստորագրել ցանկացած թղթի տակ, եւ դա եղել է։ Ոչ մի հեղափոխություն, ես ասում եմ, ես դիմում եմ մեր հայրենակիցներին, ձեզ խաբել են, ոչ մի հեղափոխություն տեղի չի ունեցել։ Դա բեմադրություն է եղել։ Ժողովրդին օգտագործել են որպես մասովկա, ինչպես դա արվում է ցանկացած, այսպես կոչված հեղափոխությունների ժամանակ։ Բայց պլանավորած անխոչնդոտ ձևով, ինչպես ասել էր ՀՀԿ Վահրամ Բաղդասարյանը, վերջի վերջո մենք ենք անխոչնդոտ նրանց բերել իշխանության, իրենք են խոստովանել։ ՀՀԿ-ն է չբավարարող ձայներով քվեարկել իօգուտ Նիկոլ Փաշինյանին, որ նա մայիսի 8-ին 2018 թվականին ընտրվի ղեկավար։ Դրա մասին նախ ասել է Շարմազանովը, որ մենք տալու ենք պակասող ձայները, հետո արդեն Միհրան Պողոսյանը խոստովանել է, որ տեղի է ունեցել քաղաքական որոշում Սերժ Սարգսյանի հետ քննարկվելուց հետո որոշել են չբավարարող քվեները տան, որպեսզի Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ։ Բայց այսօր անամոթաբար ամբողջ մեղքը, ամբողջ բեռը բարդում են հայ ժողովրդի ուսերին։